Առաջնարիքի ուղի եթերում Առավոտ լուսոն է և առաջիկա րոպեներին մենք խոսելու ենք Էրզրում պարային համույթի մասին, որը շուրջ 2 տասնամյակ պատվով ներկայացնում է հայկական ազգային պարարվեստը, արժանանալով բարձր գնահատականների թե Հայաստանում, թե արտերկրում։ Համույթի գործունեության մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր տաղավարում են Էրզրում պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուդիկ Հովհաննիսյանը, բարի լույս, և Էրզրում պարային համույթի պարուսույց Սամվել Գաբրիելյանը, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ 19 տարվա հարուստ ստեղծագործական ուղի ունի համույթը, իսկ ինչպես է սկսվել Էրզրումի ճանապարհը։ Երևան քաղաքի Շենքավիթ վարչական շրջանում Էրզրում մանկապետարական պարային համույթը հավաքագրել ենք 2008 թվականի փետրվար ամսից։ Ես, Հովհաննիսյան Ռուդիկ, Սամվել Գաբրիելյան եւ Այդա Փաշյանի ջանասեր հոգատար տանջալի օրերով հավաքել ենք խումբը եւ գործում ենք մինչեւ հիմա։ Մեր խումբը Էրզրում պարային անսամբլը 3 բակալանի ուղարկել ենք, արդեն ամուսնացել են, գնացել են, թորներ ունենք, մեր անսամբլը արդեն թորներ ունենք։ Հիմա աշխատում ենք 3-րդ սերունդի հետ։ Ասենք մեզ մոտ միշտ սերունդափոխությունը լինում է, ինչպես մեզ բոլոր խմբերում սերունդափոխությունը լինում է։ Մի խմբի վրա չի կարելի իմանալ, որովհետև դա ինքնագործ պարային խումբ է։ Մեր խումբը աշխատում ենք Շենքավիթի թիվ 115 դպրոցում, Սուս Հովսեփյանի անվան դպրոցում, որի համար տնօրենին հայտնում ենք խորին շնորհակալություն դալիճը տրամադրելու համար։ Մեր անսամբլում հավաքագրված են 4-ից մինչև 22-23 տարեկան տղաներ եւ աղջիկներ։ Առանցին փոքր խումբը առանցին ունենք, որը կոչվում է Ասու պարային խումբ, որտեղ ընդգրկված են մոտարպես մի 14-15 փոքրիկ երեխաներ, իսկ մեր անսամբլը, մեր համերգային խումբը 50-ից ավել են պարողները։ Ընդ որում պատահում է համերգ, որ անսամբլի հետ ես պարում եմ, ունենք համար մեր ծերուկներով, ես, Սամվելը եւ Այդան պարում ենք, շատ կոմիկային, հումորային, լավ պար է, ընդ որում արդեն որ դարձել ենք 100 տարեկաններ, պարում ենք հոյակապ ձևով, որը արժանանում ենք ժողովրդի կողմից բուռն երկարատև անգամ ոտնկած ծափարություններով։ Ինչ որ է, մեր անսամբլը բազմիցս եղել է արդեն ասացիք Վրաստանում, շատ քաղաքներում, Բուլղարիայում, ընդ որում որտեղ որ գնացել ենք, չմոռանամ, Բուլղարիայի Բուրգաս քաղաքից մոտարպես մոտ տարածքում կոչվում է Նեսեբեր, կա հին Նեսեբեր եւ կա նոր Նեսեբեր։ Մենք ինչքան գնացել ենք միջազգային ազգային պարերի միջազգային փառատոն է, որը կայանում է միշտ նոր Նեսեբերում։ Այսինքն MC մի դալիճը, նոր չի կարելի ասել դալիճ, հունական, հռոմեական քարերով աստիճաններ, վերջը տուֆակերտ քարեր են, աթոռներ, բան հետարքիր մի մեծ բովանդակություն ունեցող դալիճ է, որտեղ մասնակից պետությունների դրոշները բարձրացնում են, որից մեկն էլ մերն է 2-3 անգամ մեր եռագույնը բարձրացրել են խողովակի վրա։ Սամվել, հետաքրքիր է հայկական ազգային պարերը ինչպես են ընդունվում այս մրցույթների ժամանակ։ Կարելի ասել շատ լավ ժողովուրդը տարբեր երկրների մարդիկ են լինում, մասնակիցներ են լինում ու շատ բուրց ափերով դիմավորում են, որովհետև հիմա ներկայդրությամբ, չգիտեմ, առաջ մոտ 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս կարգավիճակը չէր, որ այս անսամբլերը գնում էին ինչ-որ պետություններ մասնակցում էին։ Հիմա մի փոքր ճանաչում ենք ձեռք բերել, արդեն մարդիկ ճանաչում են, որ կա սենց պետություն, կա սենց պարեր։ Բայց օրինակ ինչպես են մեկ երկրի ազգային մշակույթը ներկայացնող պարը եւ մյուս երկրի պարը միասին մրցում, թե այդտեղ կատարողական արվեստն է գնահատվում, տեխնիկան։ Տեխնիկան էլ է գնահատվում, հագուստն է գնահատվում, կատարողականն է գնահատվում, ամբողջը գնահատում են, ժյուրիները նստած գնահատում են, վերջում ընդհանուր երևի հայտարարի են գալիս, տեսնում են էլի։
Քանի որ խոսեցինք միջազգային փորձառությունների մասին, համույթը նաև մասնակցում է փառատոնների միջազգային եւ մրցույթների, որի մասին փաստում է վերջերս Բաթումիում տեղի ունեցած փառատոն մրցույթը, որտեղ համույթը գրավեց առաջին պատվավոր տեղը եւ ոսկե մեդալ եւ պատվոգրետ բերեց մեր երկիր։ Պատմեք այդ փորձառությունից նաև։ Ընդ որում մենք առաջի փուլը, այսպես ասած, անցա Բաթումիում, երկրորդ եւ եզրափակիչ փուլը Կոբլետի քաղաքում բացօթա դալիճա, ուղղակի ծածկված, էստրադա կոչվում է, մասնակցեցին 10-ից ավել պետություններ, Միջին Ասիայից, սլավոնական երկրներից, Հունաստանից եւ այլ եւ ուրախություններ, որ հիմա մենք որպես ղեկավար եւ երեխաները սպասում են ընկերուձիկ ինչ ալնելու, ինչ, հետո որ միկրոֆոնը բեմ բարձրացան կազմակերպիչները հայտարարեցին Էրզրում պարային ասանում է քաղաք Երևանից, հարգե դա ասեմ ձեզ ռուսերեն չէին հայտարարում, վրացերեն են հայտարարում եւ արժանացավ առաջի կարգի ոսկե մեդալի, առաջի կարգի դիպլոմի, ծափարություններ մեզ հրավիրեցին բեմ, մեդալները գցելով մեր վզից եւ երեխաների ուրախությունից բարձրացան բեմ ծափարություններ եւ այլ եւ մեր երագույն դրոշը մենք վիդեոն ենք ծածանվեց դալիճում տարբեր տեղերում երագույն դրոշներ էլի այսպես որ ասում եք երեխաներ որ տարիքային խումբը նկատի ունեք որովհետեւ ասացիք մինչեւ 21-22 ձեզ մոտ կարող են ընդունվել չէ այո այս դեպքում համ ասուբ պարային անսամբլներ եկել, փոքրերն էին եկել 10 տարեկան, 8 տարեկան, 7 տարեկան այդ տարիքի երեխաները եւ դրանից ավելի բարձր արդեն 12-ից բարձր մինչեւ 20 տարեկան։ Այնպես որ մենք ներկայացրել ենք 4 պար, որից 2 պարը փոքրիկներին, որը կոչվում էր ասուբ մանկական խումբ եւ մեծասերն 2 պար։ Այդ 4 պարերի համաձուլվածքը բալային սիստեմայով ժյուրին ընտրեց Հայաստանին առաջ, ասենք բալերը գումարեց երևի եւ ասեց Հայաստան քաղաք Երևան առաջի տեղ, առաջի կարգի դիպլոմներ եւ ոսկե մեդալներ։ Պարում ենք բեմ վրա 43 պարող եւ ստացել ենք 43 ոսկե մեդալ 43 ոսկե մեդալ, դա լուրջ հաջողություն է իրականում։ Ճիշտ ասում եմ ոսկե մեդալ, ոսկե, բայց կարևորը ոսկե ասեց գենացվալ է, այդքան ոսկե Վրաստանը չունի, պլատին է, վրան ոսկե ջրած պատճանով, բայց ծանր Իսկ ինչն է ձեզ հայկական պարը աշխարհի ցանկացած բեմում ճանաչելի դարձնում։ Ոնց որ մի բան պետք է ասեմ ուրախալ է հայ ենք մեր պարը որտեղ եղել է աշխարհի որ բեմի վրա ուտվել է կերել են ծափարությունները մեր պարը ուրիշ է Իսկ եթե վերադառնանք Հայաստան հայկական որ պարատեսակն է որը պարտադիր յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանաս ձեզ ըստ ինձ երևակայի առաջնահերթ մեր հայկական քոչարին որը որ հիմա ներկայությամբ հիմնական բոլոր անսամբլերում բոլոր խմբերում տղաների չգիտեմ տղաների մոտ նենց կարգավիճակը որ ամաչում են թե ինչն է պատճառը շատ քիչ է ահա որ քիչ է տղա չկա, տղա պարող չեն գալիս, ոչ մեկ չեն գալիս տղաները։ Մենք որ աշխատում ենք Չարբախում, Շենգավիթի շրջան, ժամանակին 16 տղա բեմ էր բարձանում ու բոլորը զարմանում էին, ասում էին ոնց Չարբախում 16 տղա բեմ է բարձրացել ու զարմանում էին, հիմա չկա այդ կարգավիճակը շատ թույլ է, տղաները շատ թույլ են, չեն ուզում Իսկ փոքր տարիքի երեխաներն էլ չեն ընդունվում։ Այո։ Իմիջիալուց շատ ներողություն, այդքան խոսեցինք դուրս Երևանում, Հայաստանում մենք ամեն տեղ որտեղ փառատոն լինում է, մենք մասնակցում ենք։
Մենք հայկական Հայաստանի խումբ ենք, մասնակցում ենք տարբեր փառատոներին, նորից ասեմ, շահելով ամեն ինչ։ Մեր պահեստում տեղ չկա, ցուցադրական պահեստում, գավաթներ, մեդալներ, պատվոգրեր։ Իրականում արդեն մեր տաղավարում էլ։ Մենք գիտենք, որ դուք ձեր 20-ամյա Հոբելյանին եք։ Քիչն է, փոքր։ Որքան որ հնարավոր էր պես մոտ ցուցադրել։ Մենք գիտենք, որ դուք ձեր 20-ամյա Հոբելյանին եք պատրաստվում եւ հաշվետու համերգ է լինելու։ Այո, պատրաստում ենք նախ հոբելյանական համերգ, եթե հասնենք այս տարվա վերջում, եթե չէ 2027 թվականի գարնանը եւ երաշխավորում եմ ձեզանց որևիցե մեկին, եթե դուք ժամանակ ունենաք, կհրավիրենք մեր հոբելյանական համերգին, պլյուս իմ 85-ամյակին ենք պատրաստում 27 թվականին իմ հոբելյանական ծննդյան օրվա արդև համերգին։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Ծրագիրը հագեցած է։ Իսկապես։ Եվ վերջում նաև նշենք, թե եթե օրինակ մարդիկ կցանկանան, նաև տղաները, քանի որ ասացինք, որ դա եւս շատ կարևոր է, միանալ համույթին, ինչպես կարող են ձեզ գտնել։ Մենք աշխատում ենք թիվ 115 դպրոցում Շենգավիթի շրջան ցուցահանդեսի հարևանությամբ մի խոսքով կարող են գան այնտեղ կամ զանգահարեն հեռախոսահամարով ամբողջ սայթերով գրված է մեր հեռախոսահամարները կարող են զանգահարել մոտենալ Կամ կարող են կապվել 3 սոցիալական օր մեդիայով։ աշխատում ենք 2 ժամով չգիտեմ Դեռ երկուսից էլ լավ է, որ կպնում ենք օրա լինում 2-ից ավել ամեն ինչով կպած ապարում ենք ինչ 2 ժամ, ինչ 2.5-3 ժամ։ Ու հավատացեք կներեք օրա լինում, որ երեխաները նույնիսկ չեն ուզում գնան, ուզում են նորից մնան, նորից աշխատենք, սիրելով են գալիս ամենակարևորը, շատ են սիրում։ Եվ մեր ներողություն, եւ մեր փորձերը, արամունքները անցնում են նախավարժանքներ կատարելով, դասական էլեմենտների կատարումով, անպայման ժողովրդական պարային խմբերը պետք է ունենան դասական էլեմենտների ցուցադրում, սովորեցնում, անպայման, որտեղ առանց դասական էլեմենտների ձգվածություն, ոտքեր, ձեռքեր, պարային անսամբլները որտեղ լինի գյուղերում թե քաղաքում ես առաջարկում եմ դիլին դա։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում եւ ըստ այմ հոբելյանական համերգի մասին խոսելու առիթներ դեռ շատ կունենանք, իսկ մենք սելիարոստատիտողներ արդեն պիտի ամփոփենք առաջին հատվածը առավոտ լուսոյի եւ եթերում կլինենք կրկին լուրերի թողարկումից հետո։